Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց, բարեկամներ, քանի որ մոտենում են տոները, այսօր պատրաստում ենք հայկական ավանդական քաղցր շարոց, առանց որի անհնար է պատկերացնել մեր տոնական սեղանները։ Համեղ եւ փայլուն շարոցներ ստանալու համար պետք է որ շփոթը արտակարգ լինի։ Եթե անգամ նույնիսկ կաթսայի տակը մի փոքր կպչի, ապա շարոցների համը ամբողջությամբ փոխվում է։ Նման գեղեցիկ արտակարգ փայլ ունեցող շարոցներ պատրաստելու համար տեսանյութը դիտեք մինչև վերջ, որպեսզի իմանաք բոլոր գաղտնիքները։ Բարեկամների մալիքում կգտնեք նաև շարոցների ևս 3 բաղադրատոմս՝ դոշաբով, այրաչաքարավազով, ինչպես նաև բալի հյութով։ Բաղադրատոմսի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Այսօր շարոցներ պատրաստում ենք մուրաբայի օշարակով։ Կարող եք օգտագործել ցանկացած օշարակ, դա այնքան էլ էական չէ։ Ես արդեն նախապես շարել եմ ընկույզը, շարոցները ինձ մոտ 60-ից 75 սանտիմետր են։ Շարոցները պետք է կախել և թողնել 3-ից 4 օր, որպեսզի ընկույզը չորանա, այլապես շփոթի մեջ թաթախելուց հետո հնարավոր է, որ դրանք բորբոսնեն։ Այս բաղադրատոմսը նախատեսված է 2.5 կգ ընկույզով շարոց պատրաստելու համար, ըստ այդմ դուք կարող եք բաղադրիչները կիսել կամ կրկնապատկել։ Նշված բաղադրիչներով պատրաստված շփոթը բավականացնում է 18 շարոցը 2 անգամ լիարժեք շփոթի մեջ թաթախելու համար։ Մեզ անհրաժեշտ է 1 կգ 200 գ շաքարավազ, 700 գ այլյուր, 1200 մլ ցանկացած տեսակի օշարակ և 6 լիտր ջուր։ Հավանաբար հաջորդ տարի միասին կպատրաստենք այսպիսի շողշողուն ընկույզի մուրաբա, այնպես որ եթե մինչև այժմ չեք բաժանորդագրվել հայկական խոհանոց ալիքին, բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հագեցած գույն ստանալու համար ես այսօր պետք է օգտագործեմ 600 մլ ընկույզի և 600 մլ բալի մուրաբայի օշարակ։ Այլ օր պարտադիր մաղում ենք, որպեսզի գնդիկներ չլինեն, վրան ավելացնում ենք շաքարավազը և ջրի կեսը 3 լիտր։ Խառնում ենք այնքան, մինչև գնդիկներ չմնան, ես օգտագործում եմ ձեռքի բլենդեր, որպեսզի արագ ստացվի։ Կարող եք խառնել նաև ձեռքի կամ էլեկտրական հարիչով, այնպես ինչպես ձեզ հարմար է։ Միադար առանց գնդիկների շփոթ պատրաստելու համար շատ կարևոր է, որ այս փուլում այլուրի գնդիկներ չմնան։ Եթե այնուամենայնիվ գնդիկներ են առաջացել, զանգվածը նախքան կրակի վրա դնելը մեկ անգամ անցկացրեք մաղով։ Լավ հարելուց հետո ավելացնում եմ ընկույզի և բալի օշարակը, ինչպես նաև 3 լիտր ջուր։ Սկզբից կթվա, որ շփոթը վերջնական արդյունքում բաց գույն է ունենալու, սակայն երկար եփվելու ընթացքում գույնը մկվում է 3-4 անգամ։ Ահա տեսեք, թե ինչպիսի գույն ունի հիմա և համեմատեք վերջնական գույնի հետ։ Կաթսան դնում ենք ցածր կրակի վրա և զինվում ենք համբերությամբ, քանի որ պետք է եփենք 3.5-ից 4 ժամ։ Քիչ այլուրով ցածր կրակի վրա անընդհատ խառնելով եփված շփոթը ձեռք է բերում գեղեցիկ փայլ և խտանում է աստիճանաբար, ինչի արդյունքում շարոցները երբեք չեն ճաքում։ Կաթսան ցածր կրակի վրա դնելուց հետո չենք մոռանում անընդհատ խառնել, քանի որ այլուրը կարող է ակնթարթորեն իջնել կաթսայի հատակին և շփոթը կայրվի։ Երբ զանգվածը գրեթե եռմանջերմաստիճանի է, ավելացնում եմ աղացած համեմունքները, որպեսզի դրանց բույրը ավելի լավ բացվի։ Քանի որ ընկույզի օշարակի մեջ արդեն իսկ կա մեխակ և դարչին, ես ավելացնում եմ 2 թեյի գդալ աղացած մեխակ և 2 թեյի գդալ աղացած դարչին։ Կախված թե ինչպիսի օշարակ եք օգտագործում, կարող եք համեմունքների չափաբաժինները ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև 1-2 հատ հիլ։ 1 ժամ անց անընդհատ խառնելուց հետո տեսեք, թե ինչպիսի երանգ է ստացել շփոթը։ Ճիշտ է, շփոթ պատրաստել այս տարբերակով բավականին երկար ժամանակ է խլում, սակայն եթե ցանկանում եք ստանալ գեղեցիկ փայլ ունեցող, երբեք չճաքող շարոցներ, պատրաստեք այս բաղադրատոմսով։ Շարոցները հիմնականում ճաքում են, երբ բաղադրատոմսի մեջ այլուրը շատ է օգտագործվում, և շփոթը կրակին դնելուց հետո շատ կարճ ժամանակում արագ խտանում է։ Շփոթն արագ խտանալու դեպքում պարտադիր շարոցները ճաքում են և ունենում են կաուչուկի տեսք և ճաշակելն անհնար է։ Նաև շատ կարևոր է, թե որտեղ եք շարոցները չորացնում։ Եթե առավոտյան կախեք բաց պատշգամբում, իսկ երեկոյան տուն բերեք, հնարավոր է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումներից շարոցները կրկին ճաքեն։ Շարոցները կախեք այնպիսի տեղ, որտեղ ջերմաստիճանը միշտ նույնն է։ Դրանք չորանում են 7-ից 12 օրվա ընթացքում։
Շփոթը եփում է գրեթե 2 ժամ, տեսեք թե ինչպիսի տեսք ունի։ Չանհանգստանաք, որ շփոթը միանգամից չի խտանում և ընթացքում այլուր չավելացնեք, դա այդպես էլ պետք է լինի։ Շփոթը 2 ժամ եփելուց հետո ծավալը սկսում է մի փոքր մեծանալ, սակայն շփոթի երեսին դեռևս խոշոր պղպջակներ չկան։ Երբ խոշոր պղպջակներ առաջանան և դրանք դժվարությամբ պայթեն, դա նշանակում է, որ քիչ-քիչ հասնում ենք եզրագծին։ Երեք ժամ եփելուց հետո նկատվում են առաջին խոշոր պղպջակները, եփում ենք ևս կես ժամ և անջատում ենք կրակը։ Առաջին անգամ շարոց պատրաստողները շփոթը պատրաստ է թե ոչ կարող են ստուգել հետևյալ կերպ։ Ափսեի մեջ լցրեք 1 գդալ շփոթ և թողեք սառչի։ Եթե ափսեն շարժելուց հետո այն չի տարածվում, ուրեմն շփոթը պատրաստ է։ Շարոցները շփոթի մեջ ես թաթախում եմ 2 անգամ, այդպես ինձ ավելի շատ է դուր գալիս։ Տեսեք թե ինչպիսի գեղեցիկ գույն և փայլ ունեցող իդեալական շփոթ ենք պատրաստել։ Եթե դուք էլ հետևեք բոլոր խորհուրդներին և օգտագործեք ճիշտ չափաբաժիններ, ձեզ մոտ էլ պարտադիր կստացվի։ Թանկագիններիս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Այս փուլում ես անջատում եմ կրակը և թողնում եմ շփոթը հովանա մոտ 5 րոպե։ Այնուհետև շարոցները մեկը մյուսի հետևից 2 անգամ թաթախում եմ շփոթի մեջ, նշեմ, որ ընթացքում շփոթը չեմ տաքացնում։ Տեսեք թե ինչպիսի գեղեցիկ փայլ և երանգ ենք ստացել։ Նոր միայն վերջում ինքներս մեզ խոստովանում ենք, որ արժեր այսքան չարչարվել։ Տեսեք թե ինչպիսի տեսք ունեն մեր պատրաստած շարոցները հաջորդ օրը, դրանք ձեռքերին ընդհանրապես չեն կպչում։ Շարոցները չորացել են 7 օրվա ընթացքում։ Ինչպես տեսնում եք, շարոցները իրենց փայլը չեն կորցրել և ստացվել են առանց ճաքերի։ Շարոցները նույնիսկ ճկելուց չեն ճաքճքում, քանի որ մնացել են շատ փափուկ։ Շարոցները լավ չորանալուց հետո փաթաթում եմ սննդային թաղանթով, մի քանի տեղից ծակծկում եմ, որպեսզի օդ խաղա և դնում եմ սառը և մութ տեղ։ Մատուցելիս կարող եք կտրել և հաստ և շատ բարակ, այն իր ձևը շատ լավ պահպանում է, քանի որ շփոթը չորանալուց հետո մնացել է փափուկ։ Տեսեք թե ինչ գեղեցիկ կտրվածք ունի, իսկ թե որքան համեղ է ստացվել, կիմանաք երբ պատրաստեք ինքներդ։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ շարոցների վերջնական տեսքը։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։